Էկոնոմիկայի նախարարը ճեպազրույցում Եվրամիություն ապրանք արտահանող տնտեսվարողներին տրվող փոխհատուցման հստակ նիշ չի ասել, սակայն հայտնել է, որ փոխհատուցման բանաձևը պատրաստ է։ Ըստ նախարարի կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը եւ մաքսատուրքը։ Պապոյանը հայտարարել է, որ ծաղկի խմբականակ ուղարկվել է նաեւ ցամաքային ճանապարհով Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա բեռնատարով։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաեւ, որ որոշ ընկերություններ աշխատում են պտուղ բանջարեղենը արտահանել Հունաստան։ Ըստ Պապոյանի կա պայմանավորվածություն, պարզապես մնացել են տեխնիկական հարցերը։ Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում։ Ձկնաբուծության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը հայտնել է, որ Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների նկատմամբ։ Եթե հայտնաբերվեն գործոններ, որոնց դեպքում կարող են առաջանալ անասնաբուժական ռիսկեր եւ որոնց արկայությամբ այդ ձուկը մատակարարվելիս կազդի անասնաբուժական անվտանգության վրա, հետագա քայլեր նույնպես կլինեն։ Բացի կենդանի ձկից Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում նաեւ սառեցված ձուկ։